Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Գեղարքունիքի մարզից առաջադրված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Սևանի Գոմաձոր թաղամաս։ Աշոտ Ավետիսյանը Սևանի հացի գործարանի տնօրենն է, ներկայացնելով ընկերության ձեռքբերումները, կարևորեց հատկապես Սևանի հացի բրենդի ճանաչելիությունը։ Արդեն շուրջ 35 տարի աշխատում եմ Սևանի հացի գործանում։ Գործանի գործունեությունը միշտ ժողովրդին ծառայել է շատ բարձրակարգ, կարողացել է որակյալ հաց ապահովել եւ այդ լավագույն տրադիցիաները գործանում լավագույն հաց թխելու սովորույթները տարածել ենք ողջ երկրով մեկ։ Հանրապետության ամենախոշոր հացարտադրող կազմակերպությունն ենք եւ միաժամանակ խոշոր հարկատու ենք, որով եւ հպարտանում ենք մենք եւ հպարտանում են բոլոր սևանցիները, որովհետև մեր բրենդը Սևանի հաց, Սևանի լավաշն է, որը ինձ թվում է բոլորիս հպարտություն է բերում։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի Սևան անունը ինչքան հնարավոր է հնչեղ լինի, բարձր հնչի, որպեսզի ամբողջ հանրապետությունը ճանաչի եւ սևանցիներին եւ սևանցիների կատարած գործը։ Թեկնածուն երկրում դրական տեղաշարժեր նկատում է, իր խոսքով սակայն մարդկանց կյանքը պետք է դարձնել բարեկեցիկ, հարկավոր է ստեղծել նոր աշխատատեղեր։ Մեծ գործեր արվել, որ ասենք գործեր չի արվել, սուտ կլինի, բայց այնուամենայնիվ հիմնականում ժողովրդի կարծես թե բյուջեին փոփոխություն չի նկատվել։ Պետք են աշխատատեղեր, դրա մասին պետք է մտածող լինի, դրա մասին պետք են մարդիկ, որոնք հոգան դրա լուծման մասին։ Ամեն ինչ այսօրվա դրությամբ չպետք է կենտրոնացնել կենտրոններում։ Անհրաժեշտ է արդեն ժամանակն է, որ մարզերի վրա մեծ ուշադրություն դարձնել։ Աշոտ Ավետիսյանն իր ուշադրության կենտրոնում է պահելու հատկապես Գեղարքունիքի մարզը, նա ծանոթ է մարզի բոլոր խնդիրներին։ Քանի գյուղացին չի արտադրել, քանի գյուղերում աշխատանք հողի մշակում տեղի չի ունեցել, որևիցե զարգացում երկրում հնարավոր չի ապահովել։ Դրա համար առաջին իսկ իմ ընտրվելու պարագայում ես ավելի մեծ ուշադրություն դարձնելու եմ կենտրոնը կոնկրետ մեր մարզի վրա, Գեղարքունիքի մարզի վրա, որի բոլոր խնդիրներին տիրապետում եմ, բոլոր հոգսերին տեղյակ եմ, լուծումներ առաջարկելու հնարավորություններ ունեմ եւ այդ լուծումները գալու են ժամանակ իմ ընտրվելու պարագայում դառնում են օրենսդրական նախաձեռնություններ եւ օրենքները կիրառելով մենք կարողանալու ենք հաջողությունների հասնել։ Պատահական չեմ գնում, սիրելի ժողովուրդ։ Ըստ Աշոտ Ավետիսյանի օրենսդրական դաշտի հավասարաչափ զարգացում պետք է լինի, որն էլ երկիրը կտանի զարգացման ճանապարհով։ Պետք է գնալ դեպի զարգացում, սիրելի գոմաձորցիներ, պետք է բոլորս աշխատենք, մեր աշխատանքով պետք է բոլորս մտածենք երկրի զարգացման մասին եւ ամենակարևորը պետք է օրենսդրական դաշտը հավասար լինի բոլորիս համար։ Եթե օրենսդրական դաշտը հավասար չի բոլորիս համար, եթե օրենքը չհարգենք եւ օրենքին նշանակություն չտանք, ի նկատի ունեցեք երկիրը զարգացում չի ունենալու։ Պատգամավորի թեկնածուն անընդունելի է համարում, որ 21-րդ դարում կարող են անբարեկարգ ճանապարհներ լինել։ Գալիս եմ, տեսնում եմ ձեր ճանապարհները, իմ սիրտը մխկտում է, ոնց կարելի է 21-րդ դարում ունենալ նման ճանապարհներ։ Սատար եմ կանգնելու մեր նորընտիր քաղաքապետին, կողքին եմ լինելու, այդ բոլոր հարցերը բարձրացնելու եմ եւ կգա ժամանակը, դուք կտեսնեք, որ այդ հարցերին լուծում եք տալու։ Այսօր մենք հյուրընկալել ենք մեր ազգային ժողովի ռեյտինգային թեկնածու Հանրապետական կուսակցության կողմից պարոն Աշոտ Ավետիսյանը։ Մարդ, որը իր ողջ կյանքի ընթացքում ունեցել է ամեն տեսակի սեր, հարգանք։ Պարոն Ավետիսյանի մոտ այս պահին աշխատում են մեր Գոմաձորից մոտավորապես 30-35 հոգի, այսինքն 35 ընտանիք այսօրվա դրությամբ ինչ-որ գոյատևում է։ Ամեն մեկը ստատար կանենք եւ մեր ձայնը տանք պարոն Ավետիսյանին։ Շատ վաղուց եմ ճանաչում եւ նրա կատարած աշխատանքներին եմ ծանոթ, որպես բարերար գործունեությանն եմ ծանոթ։ Ես կոչ եմ անում մեր ամբողջ հասարակությանը, որպեսզի իրենց ձայնը տան ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Աշոտ Ավետիսյանի օգտին։ Բոլորս էլ լավ գիտենք պարոն Ավետիսյանին։ Բոլորս մեր ձայնը տանք պարոն Ավետիսյանին, որպես մարդ, որպես բարերար, որպես Սևանի հասարակությանը օգտակար
ամեն ինչ անում է դեպի ժողովրդի համար։ Ես իմ փորձից ելնելով ասում եմ, որ պարոն Ավետիսյանը տարիքեսա ինչ իմ մեջքին կանգնած, իմ ընտանիքին ապահովում է ամեն ինչով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ու բոլորիդ խնդրում եմ ձայնը տալ նրան։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը հանդիպման ավարտին ընտրողներին կոչ արեց համախմբվել եւ քվե տալ արժանի թեկնածուին։ Սևանցին պետք է ունենա ազգային ժողովի պատգամավոր, որպեսզի մեր ձայնը բարձրացնի։ Դրա համար խնդրանքս պետքա բոլորին համախմբել, պետքա բոլոր հարազատներին, բոլոր բարեկամներին արթնացնել եւ ճիշտ ճանապարհը ցույց տալ։ Եկեք այս անգամ մեր հնարավորությունը բաց չթողնենք, թող մեր ներկայացուցիչ լինի առաջիկա ազգային ժողովում։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի նախընտրական քարոզարշավը շարունակվեց նաեւ հարազատ Լճաշեն գյուղում։ Ողջույն, սիրելի համագյուղացիներ, ինձ ամենաշատը ճանաչողը դուք եք։ Ինձ կողքին ամենաշատը դուք եք լինելու։ Ես այդ ամեն ինչը գիտակցում եմ եւ ոգևորում է ինձ այն, որ իմ համագյուղացիներից մեծամասնությունը այսօր իմ կողքին կանգնած պայքարում են, որպեսզի ազգային ժողովի առաջիկա ընտրվող պատգամավորը լինի լճաշենցի։ Սիրելի լճաշենցիներ, գիտակցելով այսօրվա երկրի իրավիճակը, շատ եմ մտածել առաջադրվելու մասին, բայց համոզվել եմ, որ քայլս ճիշտ է, որովհետև արդեն իսկ ունեմ կերտած կենսագրություն, ունեմ կատարված գործ, հմուտ եմ բոլոր գործերում, գիտելիքներս բավականացնում է, որպեսզի կարողանամ ծառայել մեր երկրի հետագա զարգացմանը։ Եվ ես համոզված եմ, որ իմ գյուղը համախմբված ինձ ձայն է տալու եւ դեպի ազգային ժողովի ուղարկելու, որից հետո ես իմ աշխատանքային գործունեությամբ ամեն ինչի պատասխանը եւ կտամ եւ կապացուցեմ, որ իրոք իմ համագյուղացիները եւ մեր ողջ Գեղարքունիքի մարզի ընտրողները երբեք չեն սխալվել։ Գալու է ժամանակը, ես ապացուցելու եմ, որ որևիցե մի Գեղարքունիքի մարզի ընտրող երբեք սխալված չի լինի, որ ձայնը տվել է ինձ։ Լավ լինեք, սիրելիներս։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ պաշտպանելու մեր Աշոտ Ավետիսյանին։ Աշոտ Ավետիսյանը խնդրում է, որ միաբանվենք, այո, իհարկե պետք է միաբանվենք։ Կանգնենք մեր գյուղացու կողքին, դա է նամուսը, դա է թասիբը։ Եվ ես իմանում եմ, որ Լճաշենը միշտ էլ եղել է նամուսով, թասիբով եւ իր գնահատականը Լճաշենցին միշտ էլ տվել է։ Եվ դա մեզ այսօր շատ պետք է, որովհետեւ ջեման մենք թաքցնելու բան չունենք։ Մենք ի սկզբանե ասել ենք, ով է մեր թեկնածուն, ում կողքին ենք կանգնած եւ չենք կարա մեջտեղից կիսվենք կամ երկու լարի խաղանք, ասենք լավ կեսը քեզ։ Մենք մեկ կես ունենք, մեկ տեղ ունենք եւ այդ տեղը պետք է գնանք։ Պարոն Ավետիսյան, իմացեք, որ գյուղի ճնշող մեծամասնությունը ձեր կողքին է։ Նախընտրական քարոզարշավին միացավ նաև Գեղարքունիքի մարզի Թիվուտ ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Արձաքանցյանը։ Ես ոչ մի անգամ Լճաշենը չեմ բաժանել Քևեռից։ Ես չեմ եկել ձեր ձայները փախցնեմ տանեմ իմ համար։ Ասեմ ձեզ, ես վստահ եմ իմ ձայների համար, վստահ եմ, որ դուք թասիբով ժողովուրդ եք ու շատ տպավորիչ է այսօրվա հանդիպումը, ինչքան մենք համախմբված ու ընկերական մեր մարդու պես ընտրություն անենք մեր հայրենիքում։ Դու ես պատգամավոր ասված տա, ես լինեմ պատգամավոր, համախմբված էլի մեր գործը մենք կանենք, որ մեկը սասնի հալալնի իրան։ Թասիբի հարցը ձեր ձայները տվեք Աշոտ Ավետիսյանին, ես ոչ մի ձևով չեմ նեղանա, ասեմ ձեզ, միշտ հետևողական կլինենք մենք իրար ամեն գործերի մեջ, ես էլ Աշոտին եմ հրավիրեք Քևեռ, մեր Քևեռի ժողովուրդն են իրան սիրում հարգում։ Ես հույսով եմ, որ մենք տանենք հաղթանակ ու ամսիրեքին էլ կարանք բոլորով իրար հետ քեֆ անենք։ Սիրելի համագյուղացիներ, իհարկե շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք առավել եւս պարտավորեցնող են։ Մեկ անգամ եւս ուզում եմ համախմբան կոչ անել իմ համագյուղացիներին, որը այս պահին մեզ շատ անհրաժեշտ է, ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես։ Նորից եմ կրկնում, այնտեղ որտեղ համախմբվածություն, այնտեղ հզորուր,
հզոր ուժի դիմաց բոլորը պատասխանատու են։ Եկեք այդ հզոր ուժը ստեղծենք եւ պահանջենք ու մեր պահանջին հասնենք։ Տիգրան ջան, ես քեզ հաջողություն եմ ցանկանում։ Իհարկե պայքար է, պայքարի մեջ հաղթում է այն մարդը, ով որ ժողովրդի կողմից շատ ընդունված է եւ ժողովրդի մասին շատ է մտածում։ Ես տեսնում եմ, որ դու շատ ժողովրդասեր տղա ես եւ քո աշխատանքով, քո հնարավորություններով ժողովրդի կողքին կանգնած մարդ ես։ Ես կասկած չունեմ, որ այս պայքարում դու հաջողություն ես ունենալու։ Պարոն Արզականյան, մենք ձեզանից ենք շնորհակալ։ Մենակ մի բան ձեզ կխնդրեմ, որպես աղբեր, որպես ընկեր, եթե ընտրություններից հետո Լճաշենը իր արժանի գնահատականը չտա ձեզ, եթե դուք ձեր պատկերացրած ձայները չտանեք, ներող կլնեք, որովհետև մեզ թագավոր ունենք մեր կողքը կանգնած։ Լճաշենցիներից մի քանիսը նշեցին, որ պետք է սատար կանգնեն իրենց համագյուղացուն, վստահության քվեն տալով նրան։ Բոլորս Աշոտ Ավետիսյանին ճանաչում ենք իր բարձր բարոյականությամբ, բարոյական բարձր մտածելակերպով, նա ազնիվ է, արդար է, իր կենսագրության յուրաքանչյուր օրվա մեջ ցույց է տվել, որ ունի ոչ թե անձնական նեղ մտածելակերպ, այլ պետական մտածողություն։ Իսկ դա մեզ հիմա շատ է պետք։ Լճաշենցին պիտի իրեն բախտավոր ու արժանապատիվ համարի, որ ունի իր մեջից ծնված այսպիսի թեկնածու, ով մանրախնդրության երբեք չի գնացել։ Հարազատներս, հայրենակիցներս, մենք այս պահին կուսակցություն չենք ընտրում, մենք մարդ ենք ընտրում, մարդ, այդ մարդն է կուսակցությունը։ Եթե մենք գտնում ենք, որ մենք արժանապատիվ ենք, պետք է կանգնենք հենց այդպիսի մարդու կողքին։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրդ այս վերջին օրերին, նույնիսկ այն վերջին րոպեին հաստատ կհարգեք ձեր արժանապատվությունը։ Ես հաջողություն ու հաղթանակ եմ մաղթում Աշոտ Ավետիսյանին։ Ես ուզում եմ, որ լճաշենցին կենսագրություն արտացոլած լինի այս ընտրություններում, ամբողջ յուղով, ամբողջ հասարակությունով մեկ։ Եկել է ժամանակը ապագա կերտելու։ Ես փառք կտամ լճաշենցիներին ամսի 3-ին մենք ամբողջ հասարակությունով լսենք ռադիոյով, հեռուստատեսությամբ, որ Լճաշենը միամուր 2400 ընտրողով ձայն է տվել իր համագյուղացուն։ Փառք Լճաշենցուն, փառք մեր դեպուտատի թեկնածու Աշոտին, փառք Արզականյանին, որ եկել է Լճաշեն եւ մեզ քարոզում է, որ մենք միամուր ձայն տանք մեր թեկնածու Աշոտ Ավետիսյանի օգտին։ Հաջողություն ձեզ թեկնածուներ։ Լճաշենում պետք է խոսի նամուսը, թասիբը, պատիվը։ Դուք պետք է հասկանալով ամբերք ընդունեք, ձայն տակ Ավետիսյան Աշոտին, կազմեք բռունցք, որպեսզի մեր Լճաշենը ամբողջ ռայոնի մեջ համար առաջի գյուղը դառնա։ Ձայն եք տալիս մի ամուր ժողովուրդ ամսի 3-ին նշելու ենք Ավետիսյան Աշոտ։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը նույն օրը նախընտրական քարոզարշավը շարունակեց Սևանի 4-րդ միկրոթաղամասում։ Սիրելի սևանցիներ, շատ եմ ուզում կարևորեք այս ընտրությունները, որովհետև այս ընտրություններով է կախված մեր երկրի հետագա ճակատագիրը։ Երկիրը նախագահական ղեկավարումից անցնում է խորհրդարանականի, այսինքն դուք հիմա ընտրում եք մարդիկ, որոնք պետք է ղեկավարեն մեր երկիրը։ Ամսի 2-ին մենք գնալու ենք ընտրության, մեր քվեն տանք այն մարդուն, որը իրոք արժանի է երկրի ղեկավարման գործընթացին մասնակցելու։ Ես այս պահին ձեր քվեի կարիքն ունեմ, որը
պետք է համախմբվել ողջ Սևանով, որպեսզի այս անգամ ազգային ժողովի պատգամավոր ընտրվի Սևան քաղաքից, Սևանցին, որը ձեր կողքն է լինելու, մի մտածեք, որ այդ ազգային ժողովի մանդատը ինձ իրավունք է տալի, այլ ընդհակառակ ինձ տալիս է պարտականություն, ես պարտավորվելու եմ ձեր բոլորի հոգսերը, ձեր բոլորի առաջարկությունները ու խնդիրները բարձրացնել ազգային ժողովում։ Աշոտ Ավետիսյանը ուշադրության կենտրոնում է պահելու սևանցիների խնդիրները, թեկնածուն քայլեր է ձեռնարկելու, Սևանը լճի խնդիրներին լուծում տալու եւ լճի ափամերձ հատվածները գրավիչ դարձնելու ուղղությամբ, ինչն էլ նոր աշխատատեղեր կստեղծի բնակիչների համար։ Ես պատրաստակամ ուզում եմ գնալ, բարձրաձայնել, մասնակցել օրենքների մշակմանը, օրենքների նախաձեռնություն առաջարկել, որպեսզի այս հողատարածքն էլ ունենա պատգամավոր, որ կարողանա այս տարածքի մասին մտածի, ես ուզում եմ ձեր հոգսերը թեթևացնել, որոնց քանակը շատ է, բոլորս գիտենք, հոգսաշատ է ժողովուրդը, հոգսաշատ է քաղաքը, հոգսաշատ է նաև մեր լիճը, որ չի օգտագործվում, լճի նկատմամբ շատ հատուկ ուշադրություն եմ ցուցաբերելու, գրանցվել եմ հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում, որովհետև չկա մի կուսակցություն, որը ունենա այն պատմությունը, ինչ հանրապետական կուսակցությունն է, այն աշխատանքային փորձը, ղեկավարման ունակությունը, որևիցե կուսակցություն չունի։ Երկիր ղեկավարելը հեշտ գործ չի, ընկերներ, բնական է, թերություններ շատ են։ Եթե իշխանական լծակը տանք մեկ այլ կուսակցության, ի նկատի ունեցեք, երկիրը նորից մի 10-15 տարի հետ է գնալու։ Բայց եկել ենք հանրապետական կուսակցությունը այսօր երկրի հասցրել այն պահին, որ պետք է արդեն իսկ զարգացման մասին մտածել։ Պատգամավորի թեկնածուն համախմբման կոչով դիմեց 4-րդ միկրոթաղամասի բնակիչներին։ Դրա համար եկեք առողջ մտածեք, առողջ դատելով գնացեք առաջիկա ընտրություն եւ ձայնը տվեք այն մարդուն, իրոք որ ձեր դարդուցավով ապրելու է ու լուծումներ է փնտրելու։ Ամսի 2-ին գնանք Քվեարկությունը այս անգամ այնպեսին է, որ ոչ մեկը կարող է պարտադրել, ոչ մեկը կարող է ստիպել մեզ, թե ում ընտրենք, ում չընտրենք։ Մենք ունենք մեր պատգամավորության թեկնածուն, որը սևանցի է, որը ծնվել է մեզ հետ, որը մեր ծոցից է դուրս եկել, որը արժանի անձնավորություն է։ Պարոն Ավետիսյան, ես քեզ հաջողություն եմ ցանկանում։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, նաև շնորհակալ լինենք, որ Ավետիսյան Աշոտը թեկնածությունը դրել է, մենք պետք է ուրախ լինենք, որ Աշոտ Ավետիսյանի պես անձը ուզում է ծառայի մեզ, մենք հաջողություն ենք ցանկանում Աշոտ Ավետիսյանին։ Ես ձեզ խնդրում եմ մեր ձայնը լրիվ, չեմ բացառում թեկուզ մեկը, լրիվ տանք մեր հարգելի, մեր աշխատասեր, ազնիվ, գրագետ, խելացի Աշոտ Ավետիսյանին։ Այսօրվա դրությամբ եթե բախտ է վիճակվել, որ Սևանից պատգամավոր պետք է լինի, որ մեր բոլորի շահերը ներկայացնի ազգային ժողովում, բերեք վստահենք Աշոտ Ավետիսյանին, նա կկատարի մեր բոլորի ցանկությունները եւ Սևան քաղաքի համար, եւ շրջանի համար, կանի այն, ինչ որ չեն արել մյուս թեկնածուները ժամանակի ընթացքում։ Իմ կոչը, իմ խնդրանքը կլինի նա, որ Աշոտ Ավետիսյանին բոլորս միահամուռ ձայն տանք եւ պահանջենք Աշոտ Ավետիսյանի դառնա կատարի մեր բոլորի ձեզ հաջողություն, պարոն Ավետիսյան։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը Սևանի 5-րդ միկրոթաղամասում էր։ Այս քարոզարշավի սահմաններում ուզում եմ իմ բանակը շատ հզոր լինի։ Իմ բանակը այն մարդիկ են, որոնք իրենց քվեով պետք է ինձ ուղարկեն ազգային ժողով։ Եվ տեսնում եմ այդ բանակը շատ հզոր է։ Տեսնում եմ հնարավորությունս, աշխատասիրությունս, հմտությունս եւ գիտելիքները բավականացնելու են առաջիկա ազգային ժողովում աշխատելու։ Տեսնում եմ, որ կարող եմ անել գործեր ի նպաստ իմ ժողովրդի, իմ հողու ջրի, իմ մարդկանց, իմ հայրենիքի եւ առավել եւս մեր Գեղարքունիքի մարզի, որտեղ հոգսերը շատ են, խնդիրները շատ են եւ այդ ամեն ինչին տիրապետող մարդ եմ։
գիտեք, տեղում նստող մարդ չեմ, շրպտացել եմ կյանքումս, շրջել եմ, հմտացել եմ եւ ամեն ինչին տիրապետելով ուզում եմ ծառայել իմ երկրի հետագա զարգացմանը։ Ավետիսյան ջան, քեզ հաջողություն եմ ցավ, ամեն բարձր ճիշտ նպատակ ունես հասնել քո բարձունքին է, քո ժողովրդի համար, քո հարազատների համար, քո ջուղի պատվի համար։ Այո։ Հաղթանակ! 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 Անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը։ Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամաուր։